Բա տեսեք, տնտեսապես ինքը զոհվում է, որովհետև Ադրբեջանի տնտեսությունը լավ, ասենց ասեմ, բյուջեի եկամուտների 85%-ը նավթագազային է։ Հնայի 60 քանի տոկոսը էլի նավթագազը, смысле sense։ Իսկ նավթի ու գազի գները իջնում են, իսկ ինքը չի կարող հաշվարկել իր բյուջեն, անցած տարի հաշվարկել էր 72, այս տարի ոնց որ թե 26 թվականի համար հաշվարկել էր, չգիտեմ, 69 թե 78, այսինքն մեծ թվեր է բանանում, տենց է պետք, вообще տոտալիտար պետություններում տենց ինքը չի կարա գլխից ասի, որ իմ բյուջեի դեֆիցիտը մեծ է լինելու, ինքը դրա վրա է դնում, բայց ինքը չի կարա տենց բանել, որովհետև չկա գին, տենց գին աշխարհում չկա, նավթի, որ ինքն է դնում, դա մեկ, երկրորդ Ազերի լայթը, որպես այդպեսին, իր հիմնական բլենդը, որ ամենաբարձր գինը ունի, որով որ ինքը փորձում է ապացուցել, որ ինքը տենց է բանանում, գեներացնում, Իրանից ինքը տարեկան հանում է 370-400,000 բարել, չէ տարեկան չորական, կարող է անել եւ վաճառել։ Կալուրջ պրոբլեմ Բաքուջի հանը մաքրվել է այն բանից կեղտից, թե չէ որտեվ հիշում եք, որ աղտոտվել էր ինքը անցած տարվա նոյեմբերին եւ ամբողջ ծավալը բանի փչացած էր, հրաժարվում էին գործընկերները այդ բանը գնելուց։ Այս իր հերթին է, ծախսը իր վրա է, վրա չի։ Ինքը պետք է դզի։ Ում դառնացավ նա կտրվել։ British Petroleum 1500 տարի պետք չի դա։ Եղած ինչ օրական 370,000 բարել նավթ են պարագայում, որ աշխարհում 11 միլիոն բարել է օրական վաճառվում, հանվում վաճառքի, իսկ պահանջարկը մոտավորապես 9-ն է։ Այսինքն մենք պլյուս 1 միլիոն ճանդամը չկա, պետք էլ չի։ Լավ, տնտեսական վիճակը դա է, հաջորդիվ ռազմական վիճակը բանից նավթամթերքների վաճառքից էր։ Այդ հա, դե բա սոցիալական պայթյունը կա։ Ռազմական վիճակը լավ չի, որտեվ ինքը Իրանում ոչ մեկ չի մոռացել, որ ինքը Իրանին օգնել, Իսրայելին օգնել է Իրանի դեմ պայքարի, եւ ոչ մեկ չգիտի ով է գալու իշխանությանը։ Եվ ոչ մեկ չգիտի եկած ուժերը, որոնք միգուցե նույնիսկ բանը չփոխվի, այաթոլաների ռեժիմը չփոխվի, բայց մի քիչ ավելի ռազմատենչ այաթոլա հերթականը լինի, որ օրինակ լինի պարսիկ, ոչ թե ադրբեջանցի ոնց որ գործողն է։ Հա? Իսկ որը տենց եղավ, կարող է Ադրբեջանից ատարը չմնա։ Կարող է Բաքուն հետ փորեն, որովհետև ոնց որ տենց ոչ մեկին Ադրբեջանը ոչ մեկին պետք չի։ Որպես պետություն հիմա առավել եւս պետք չի ինքը խանգարում է ինքը պետք է Իսրայելին դե նա Իսրայելի միջոցով միացյալ նահանգները Իսրայելն է ոչ մեկին պետք չի Իսրայելն ոչ մեկին պետք չի Իսրայելը փորձում է վաճառել Ադրբեջանի հետաքրքրությունը շահավետությունը միացյալ նահանգներին հա հասկանում եմ բայց Իսրայելն ոչ մեկին պետք չի միացյալ նահանգներին պետք չի Տրամպին պետք է հա Տրամպին պետք է բայց էլի կանք ցեպոչկեն Տրամպն էլ ոչ մեկին պետք չի Ինքը իրեն պետք է գոնե։ Ну չգիտեմ, բայց ասենք իր սեփական կնգան պետք չի։ Եթե Իլխամը փորձում է իր երկիրը պահի, իր համար միակ տարբերակը էս բանը դզելն է։ Քարփեշից թափի ճանապարհները։ Հայաստանի հետ հարաբերությունները Հա, որտեղ միայն Հայաստանը կարող է։ Այնտեղ կարծեմ 80 դրամի տարբերությամբ պետք է, հա, պետք է լիներ։ Այդ բավականին լուրջ է մեծ հաշվով 80 դրամ տենց բան չի։ Այդ եթե հələ Վրաստանի բանը չկար։ Դե Վրաստանը ամեն Վրաստանի տուրքը եթե ավելանա, այդ 80 դրամն է։ Էլի կնվազի։ Տեսեք, որքան էլ որ դա հիմա հնչի տարօրինակ, ես կոչ եմ անում ինձ հավատալ, որտեվ երբ բոլորը գոռում էին, որ վերջ, Սյունիքը տվեցին, բան սենց, ես ասում եմ հանգստացեք, չվախեք, սա լավ է։ Ադրբեջանի գոյության միակ երաշխավորը իրականում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն է։ Որտեղ եթե ինքը Հայաստանի հետ հարաբերությունները չբարելավեց, կրկնում եմ, ինքը ոչ մեկին պետք չի, ինքը արհեստական բան է, որը ստեղծվել է բոլշևիկների եւ երիտթուրքերի մնացորդների կողմից շատ կոնկրետ նպատակով այդ կոնկրետ նպատակը դա Եվրոպայի նույն ժամանակվա բրիտանացիների ազդեցության թուլացումն է Մերձավոր Արևելքում եւ Հնդկաստանում հիմա process-ը սենց է այն ինչ որ եղել է առաջի համաշխարհայինից հետո բոլորը որոշել են որ սխալ է եղել որ Հայաստանին են մենակ թողել Անտանտի երկիր թողել են որ սրանք օշոտեն բրիտանացիք որոշել որ սխալ է դա Սխալ է եղել որ իրանք դուրս են եկի անտեր ու դուրս են թողել
այս բաները առանց համապատասխան չասեմ դաշնակցային, բայց տնտեսական հարաբերությունները կարգավորող պայմանագրերի են դուրս եկել տարածքներից։ Եվ սա հիմա հետմեղա է լինում։ Ինչի է Ամերիկան եւ Իսրայելը պայքարում Իրանում Իրանը ապակայունացնելու եւ երկարաժամկետ խաղից հանելու համար, որովհետեւ Հնդկաստան, Իրան, Հայաստան, Եվրամիություն, IS գիծը, ինչի են իրանք ուզում կտրեն մինչև հիմա կտրեն Սյունիքը։ Ինչի եմ ես մեղադրում Նիկոլենց դրա մեջ, որ իրանք չհասկանալով կարճաժամկետ, սեփական, չգիտեմ, հետույք ավելի երկար պահելով աթոռների մեջ, փաստացի խաղում են Եվրոպայի դեմ, այս տրիպերով, այս ճանապարհներով Սյունիքի մեջ։ Չնայած հիմա ոնց որ հասկացել են, տենց հիմա ասում են էլ տենց չի են դեղով ագնում, բանել Սյունիք չեն կտրում։ Բայց ամեն դեպքում սա պետք է գիտակցվի, որ Ամերիկայի ամենամեծ թշնամին, Ամերիկայի այս իշխանության, այս Տրամպի եւ իր բանով գալիս, դա Եվրոպան է։ Դա Ռուսաստանը չի, Չինաստանը չի, իրանք պատրաստ են միասին կապնել եւ ոչնչացնել Եվրոպան։ Եվ ի ուրախություն մեզ եւ ցավոք սրտի բոլոր մնացածի համար, կամ ցավոք սրտի երևի որոշ հայկական քաղաքական գործիչների համար, այս պատերազմը նորից գնում է Հայաստանում։ Եվ ինքը տակ պատերազմ չի փառկասում։ Ինքը Սյունիքի 42 կիլոմետրը չի մենակ, այնտեղ կարող է 42 չի մի քիչ ավել, ամեն դեպքում դա Սյունիքն է։ Դա եվրոպական քաղաքակրթությունը հնդարիական քաղաքակրթությունների հետ նորից կպցնելու խնդիրն է։ Այդ կպցնելու տեղը մեր մեղրինն է։ Եվ ցանկացած մարդ Հայաստանում, Հայաստանից դուրս ով իրեն հայ է համարում, պետք է գիտակցի, որ այս ճանապարհը, որը որ սրա համար է, այդ 42 կիլոմետրի ամեն միլիմետրը մեզ պետք է, որ ինքը աշխատի ի օգուտ, լավ ինչ ասեմ, հնդարիական քաղաքակրթության։ Եվ այս 42 կիլոմետրի ոչ մի միլիմետրը չպետք է աշխատի ի օգուտ Սելջուկ բոլշևիկյանին, այսինքն թուրքերին Անատոլիայի կապելու Վլադիվոստոկի բոլշևիկների հետ մենք դրա հետ գործ չունենք։ Մենք դրան պետք է խանգարենք, մենք դա պետք է թույլ չտանք։ Եվ քանի որ մեծ հաշվով Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանք Եվրատլանտյան անվտանգային համակարգի մի մասն են, Տրամպը անախորժություն է։ Էլի եմ ասում, Տրամպը հիմնականում անգրագետ եւ շատ վատ ապագայի մասին պատկերացումներ ունեցող չհաշվարկող մարդկանց ընտրության արդյունք է։ Տրամպերը կգան կգնան, բան չի, մշտական չի։ Վերջին հարցս ձեր գալիք շրջագայության Եվրոպայեք պատրաստվում գնալ։ Շրջագայություն լավ ասեցիք, Երանի չէ շրջագայություն լիներ, հա։ Ասեմ ես։ Եվ մի օր շրջագայություն կլինի։ Հա, իրականում այցն է, ես պատիվ եմ ունեցել ներգրավել պատվիրակության մեջ, որը Սավոյան տան միջոցառմանն ենք մասնակցելու, ես արարողությանը, որը Պանթեոնում տեղի կունենա, 2 օրանոց, մեկը Պանթեոնում, մյուսը գալա ընտրիքի տեսքով, բանով, բարեգործական, որը որ ուղղված է մանկական ոնկոլոգիայի դեմ պայքարին։ Խնդիրը հետևյալն է, գոյություն ունի եվրոպական ինտեգրման, Հայաստանի եվրոպայի ինտեգրման մի քանի տրեք։ Տրեկերից մեկը սա է, շատերին հայտնի այս վերջերս դե շատ բան արեցինք մեր ժողովուրդն այդ պատվիրակության ակտիվորեն դրան մասնակցել է, նյութեր են տարածել 1485 թվականին հայոց թագավորական տիտղոսը անցել է Սավոյայի տանը եւ 1485 թվականից այն Լուսինյանների թևը, որը իրականում ամուսնության հետևանքով անցել այդ հայոց թագավորի տիտղոսը Սավոյան տունը տանում իրանք պաշտոնապես բոլոր թագավորական ընտանիքների կողմից եւ ամբողջ աշխարհի կողմից ճանաչված են որպես այդ տիտղոսի կրող։ Եվ առաջ հայտարարում էին այդ մասին։ Եվ հայտարարում դադարել են հայտարարել համաձայն
1946 թվականի իրականացված հանրաքվեի, որ իրանք նաև Իտալիայի թագավորներն էին, որ այդ հանրաքվեից հետո իրանք թագավորական տիտղոսը իրանք կոչում էին Իտալիայի, Հայաստանի, Կիպրոսի եւ Երուսաղեմի թագավորներ։ Ի սկզբանե, հետո Կիպրոսը դուրս եկավ 1861 թվականին, Կիպրոսը դուրս է եկել, որտեղ անցել է բրիտանական բանին թագավորական, նո հա, то есть անցավ Վինձորներին, դրա համար տենց շուր առանց չնայած այն վաղ Վինձոր չէին, բայց ամեն դեպքում սա համաձայնեցված է, բայց հայոց թագավորը մնացել էր, այսինքն Իտալիայի, Հայաստանի եւ Երուսաղեմի թագավորներ, իրանք տենց էին։ Հետո որ արդեն իրենք թագավորության կարգավիճակը Իտալիայի կորցրեցին, որը հողի վրա էր։ Իտալիայի տիտղոսը կորցրել են, բայց Հայաստանի տիտղոսը մնացել է։ Եվ խնդիր չկա դրա հետ կապված։ Հիմա գոյություն ունի մի քանի տրեք ինտեգրման։ Այս տրեկը, որը վերաբերվում է եվրոպական ազնվականության կապը ապահովել Հայաստանի հետ այսօրվա, շատ կարևոր է։ Ինչու, որովհետև ինքը մեր առավելությունն է, այն առավելությունը, որը ոչ մեկ չունի։ Ոչ մեկ չունի այն երկրներից, որոնք փորձում են Եվրամիության տարածքում հայտնվել, բան չունեն, ուղղակի չունեն։ Այս տիպի բան Սավոյան տունը ամենահին տունն է եվրոպական թագավորական ընտանիքներից եւ կասկածից վեր է, այսինքն այն որ օր առօր կարան հաշվեն ոնց է տիտղոսը, չի եղել որ այս տիտղոսը սենց օթում է եղել, չգիտեմ ինչ որ մեկն է վերցրել, մյուսն է վերցրել, մաքուր զտած բանով, ընդ որում բրիտանական պլատանգենետների եւ բուրբոնների հետ համաձայնեցված բան։ Եվ այդպես էլ ճանաչվում է։ Ճանաչվում է, հա, այսինքն կասկած չկա, որ հայոց թագավորի տիտղոսը գոյություն ունի, որտեղ իրանց սախ այդ բանում կա։ Կասկած չկա, որ Սավոյան տունն է տանում, եւ հիմա կասկած չկա, թե Սավոյան տան գլխին ով է կանգնած։ Կանգնած է Վիկտորյան 22 տարեկան աղջնակը, չէ, նու թակուի է, ինչ-որ կրոն պրինցեսա է, էլի։ Եվ սա շատ կարևոր է, ինչի համար, որովհետև ռենեսանս է ապրում։ Տեսեք, ես ասում եի, չէ, բանկա, որ առաջի համաշխարհայինից հետո երկրորդ մինչև այդ տարածած այդ ժամանակահատվածում ինչ-որ եղել է, վերանայման կարիք ունի։ Եվ այս վերանայման մեջ նաև մտնում է այն, որ այդ ժամանակից վեր գտնվող գաղափարները, որոնք կապված են նույն այդ միջնադարից եկած ավանդական բաներով, տեսեք, օրինակ Բրիտանիայում կա այդ Սոլսբերի հայտնի բանը, որտեղ այդ ազատությունների խարծանը հայտնի, Վիլիկայ խարծե Վոլնեսի, որը գործել է, որը եղել է բրիտանական պարլամենտի հիմքը։ Այսինքն այս ամբողջ այն ինչ որ մեկ-մեկ մեզ մոտ ենթարկվելով ռուսական այդ պլեբսական բաներին տես քմծիծաղով բանով են նայում, բայց դա ապահովել է Եվրոպայի կայունությունը։ Պարզ ասեմ, հա, սա այս տրեկը Հայաստանի ինտեգրման, այսինքն ապահովելով կապը Հայաստանի եւ Սավոյայի տան, ավտոմատ կերպով մեր կողքը, որովհետեւ դե ոնց որ իրանց, հա, ասենք թակուի է, ապահովում է Բենիլուքսը ամբողջությամբ բոլոր թագավորական տները Եվրոպայում։ Ասենք դուք պատկերացրեք, դա Բելգիան է, Նիդերլանդներն է, Լյուքսեմբուրգն է, Լիխտենշտեյնն է, Նորվեգիան է, Դանիան է, Շվեդիան է, Իսպանիան է, այս 8-ը դա Բրիտանիան չի մտնում, բայց ինքը առանձին խաղացող է եւս կոպիտ ասած։ Մենք Եվրամիությունում ունենում ենք 8 երկիր, որը տենց, հո, լավ, օքեյ։ Որոնց կապված է։ Չէ, այս մերոնք են։ Հա, կապված է։ Հա, այսինքն դուք այլևս կարիք չկա այնտեղ շատ երկար եւ ծանր դիվանագիտական եւ սոցիալական ծրագրեր։ Այդ երկրները տեղեկացված են այդ մասին։ Ինչի մասին։ Որ կա այդպիսի այդ երկրներում դա իրանց թագավորական տները իհարկե տեղեկացված։ Ես էլ տեսեք Լուսինյանները եւ հայկական թագավորական բան ինքը այդ ստեղի բաների համար է, ստեղի մարդկանց համար է հապերից ինչա, չէ, տենց չի, այնտեղ սաղ գիտեն, հա, այնտեղ սաղ գիտեն, ստեղ կա գոյություն ունի կոմպլեքս, որը մեզ ռուսներն են տվել, որ դուք արժանի չեք, դուք թուլ եք, դուք չեք կարող, բան, սա ֆանտաստիկա է ոնց է ազդել ռուսների վրա, ես տենց բանով շատ դեպքեր կան, որ դու նայում ես, հասկանում ես ինչքան են ուղեղը կերել ես ազգի, եթե մենք չլնենք, դուք չկաք, հա, ուղեղը կերել, յանը ռուսները ով են վաբշի,